Երեկ Ադրբեջանի նախագահ Ալիևը հարցազրույց է տվել France 24-ին և խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների մասին։ Իմ գնահատմամբ 3 կարևոր հարցի է անդրադարձել. գերիների հարցը, Միջանցքի հարցը և Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցը։ Անդրադառնամ հերթով։ Նախ այս հատվածը լսեք։ So Armenian segment of the Zangezur corridor, as we call it, is very short, and I'm sure that it will be done. And coming to the question about Vice President Vance's visit. Եվ այսպես նա խոսելով Trip կոչվածի մասին, այն կրկին անվանում է Զանգեզուրի միջանցք, ինչպես շարունակաբար նրանք ասում են, պնդում են և ասում են, որ մենք նրան անվանում ենք Զանգեզուրի միջանցք։ Սա իրականում միջանցք է, սրա մասին ես խոսել եմ, առանձին տեսանյութեր ունեմ, հետևաբար մանրամասները չեմ ասի, բայց ասեմ, որ Trip-ը իրականում փաթեթավորում է, որով մատուցում են հայ ժողովրդին, որպեսզի այդ միջանցք կոչվածի տպավորությունը իջիկ դարձնեն, իսկ այդ միջանցքը մենք ոնց ենք վերհանում, որ դա միջանցք է, քանի որ այնտեղ դրույթները այնպիսիք, ինչպիսիք կան, դրանք բնութագրում են դրա միջանցքի էությունը։ Օրինակ, որ հայ սահմանապահը չի տեսնելու ադրբեջանցիներին։ Front office, back office ասած է, որ front office-ը պետք է տան մասնավոր ինչ-որ ընկերության։ Մասնավորապես, որ բաժնեմասի գերակշիռ մասը առաջիկա 50 տարում պատկանելու է ԱՄՆ-ին, ընդամենը 26% հայկական։ Այն, որ այդ հատվածով անցնելու են բազմաթիվ ադրբեջանական ենթակառուցվածքներ։ Ես չթվարկեմ հիմա բոլորը, կրկին կլսեք դրա մասին։ Հաջորդը Հայաստանի սահմանադրության փոփոխման հարցը։ Մենք շարունակաբար ընդդիմախոսները այս իշխանության խոսում ենք և ասում ենք, որ Փաշինյանը պատրաստվում է փոփոխել սահմանադրությունը և հեռացնել անկախության հռչակագրին հղում անող հոդվածը Ալիևի պահանջով, սակայն նրանք ասում են ոչ, այդպես չէ։ Հիմա Ալիևը այս զրույցում, կրկին հիմա հատվածը կտեղադրեմ լսեք, ասում է, որ այո, իրենց պահանջն է և խաղաղության փաստաթղթի ստորագրման նախապայման, առանց դրա չի ստորագրելու։ Լսեք։ There'll be no signing of peace agreement. I would divide normalization with formal peace agreement because normalization already takes place. As I said, all these positive developments show that. But Armenian constitution, which was adopted a long time ago, during the times of occupation of Karabakh, it contains a reference to declaration of independence of Armenia, which contains a paragraph that so-called Nagorno-Karabakh and Armenia should unite. So this is a territorial claim to Azerbaijan. Our position for many years, since the end of Second Karabakh War, was very clear. This should be changed. And as far as I know, Armenia is planning to... Եվ ինչպես տեսնում ենք, նա պնդում է, որ խաղաղության փաստաթուղթը կստորագրվի, այդ դրույթը փոփոխելուց հետո, քանի որ ըստ Ալիևի դա տարածքային պահանջներ է ներկայացնում իր պետության հանդեպ։ Արդյոք Ալիևը չգիտի, որ կան բազմաթիվ երկրներ, որոնց անկախության հռչակագրերում այլ պետությունների նկատմամբ նման պահանջներ կան դրված։ Բայց քանի որ աշխարհակարգը տարիներ շարունակ փոփոխվել է եւ այդ երկրները հարաբերություններ են կառուցել, դրանք դարձել են ոչ արդիական, քանի որ անկախության հռչակագրերը իրենք ոչ թե իրավական փաստաթղթեր են, այլ հռչակագրային ոճի, ժողովրդի, կամքի, երազանքների դրսևորման փաստաթղթեր։ Ալիևը շատ լավ գիտի սրա մասին, հետեւաբար ինչու է նա շեշտադրում եւ պնդում, որ Հայաստանը պետք է փոփոխի սահմանադրությունը եւ անկախության հռչակագրին հղում անող դրույթները հանի։ Պատճառը նա է, որ Ադրբեջանի նախագահը բավականին խելացի է եւ նա պետություն է կառուցում բառի բուն իմաստով, չեղած ժողովրդից պետություն է կառուցում ստեղծելով նոր ժողովուրդ, հայկական պետությունը քայքայլով։ Եվ որպեսզի կարողանա հաջողությամբ այդ ծրագիր իրականացնել, պետք է իր իշխանությունը հարատև սարքի, ինչը անում է Հայաստանի հանդեպ ատելություն գեներացնելով եւ Հայաստանի հանդեպ շարունակաբար անիրագործելի պահանջներ դնելով եւ հայ ժողովրդին ստորացնելով։
Հիմա եթե նրան հաջողվի այս իշխանությանը կամ հաջորդիվ իշխանությունների պարտադրել գործողություններ, որոնք մեր շահերի դեմ են, հա, թեկուզ դեկլարատիվ բնույթի, ապա նա տարածաշրջանում կցուցադրի իր դերը, իր ծանրակշիռ լինելը, նաև իր ժողովրդին, որով նա այս գործողությունով նաև կարողանում է հաջողությամբ իր պետականիշխանության գործընթացը տանել։ Հաջորդ մասը գերիների մեզ համար թերևս այս պահին ամենացավոտ հարցը։ Լսեք, այս հատվածը շատ կարևոր է։ These people committed serious crimes against humanity. Imagine after Second World War, Nuremberg trial, and all those Nazi leaders which have been sentenced to death, in 2 months, some would come and say, please release them. It's the same for you? Yeah, absolutely. It's even worse. Even worse. Their crime was even worse than what Nazis did during the World War II. Եվ այսպես նա հայ գերիների նկատմամբ կեղծ դատավարությունը համեմատում են Նյուրնբերգյան process-ի հետ, որտեղ դատում էին նացիստներին միլիոնավոր մարդկանց անմեղ մարդկանց տանջելու, կտանքների ենթարկելու եւ սպանելու համար։ Նա համեմատելով ասում է բառացի հետեւյալը. Եթե նացիստներին դատապարտեին մահվան եւ 2 ամիս հետո դուք գնայիք ասեիք, խնդրում ենք ազատ արձակեք նրանց, ինչ կասեիք։ Եվ երբ լրագրողը զարմացած ասում է, ոնց դուք դրանք նույնական եք դիտարկում, համատում եք, ասում է, այո, դա ավելի վատ է, ասում է, որ հայերը, այդ ղեկավարությունը Արցախի քաղաքական, որ հիմա գերեվարված են, մարդկության դեմ հանցագործություններ են գործել, պատկերացնում եք ինչ է ասում։ Իսկ իրականության մեջ այս մարդիկ հայ ժողովրդի ազատագրական պայքարն էին առաջնորդում։ Արցախցիների Արցախում ապրելու իրավունքն էին առաջ տանում։ Եվ ինչպես տեսնում եք, նրանք գերեվարված են Հայաստանի այս պահի ղեկավարությունը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, որը այս զրույցի ընթացքում մի քանի անգամ Ալիևը նույնպես օգտագործում է որպես իր գործողությունների լեգիտիմություն։ Եվ հետևաբար Ալիևը թևավորված նրանց համեմատում է ֆաշիստներին հետ։ Այս հարցազրույցը լսելուց հետո ինձ մոտ ամրապնդվեց այն դիրքորոշումը, որ Փաշինյանը իրեն դրել է մի վիճակում, որտեղից 3 ճանապարհ ունի ընդամենը։ Փախնել Հայաստանից, հայտնվել բանտում, եւ 3-րդ ճանապարհը այն ինչ հիմա նա անում է, շարունակաբար խաբել եւ մանիպուլացնել հայ ժողովրդին, թե իբր իր գործողությունները ուղղված են հայկական պետության կայացմանը։ Նշեմ նաեւ, որ այսօր կաթողիկոսի նկատմամբ կեղծ քրեական գործ է հարուցվել, որը ուղղակիորեն հերթական դրսևորումն է միջամտության եկեղեցու գործերին, ինչը սահմանադրությամբ եւ այլ օրենքներով արգելված գործողություն է, եւ սրա մասին ես շարունակաբար ասել եմ այլ զրույցներում, քանի որ ազգային ինստիտուտ է եկեղեցին եւ կաթողիկոսը չի հրաժարվում հայկական շահեր սպասարկելուց, այս հետապնդումները նորանոր դրսևորումներ են ստանում։ Եվ այս պայմաններում Փաշինյանը իմ համոզմունքն է, որ ընտրություններում կամ գնալու է կեղծիքների, կամ այնպիսի մանիպուլատիվ լոզունգներ է կիրառելու ժողովրդի նկատմամբ, այսինքն ահաբեկող, սարսափեցնող, օրինակ, եթե դուք չընտրեք ինձ, ապա պատերազմ կլինի, եթե դուք չընտրեք ինձ, ապա ձեզ կմորթեն, եթե դուք չընտրեք ինձ, ապա կկորցնեք պետականությունը։ Այսպիսի ահասարսուր, վախեցնող եւ մանիպուլատիվ թեզերով է նա պատրաստվում մասնակցել ընտրություններին։ Եթե դուք ընտրել եք ձեր իրավունքների համար պայքարել ընտրական գործընթացով, խնդրում եմ արեք դա, ես դեմ չեմ իհարկե դրան, բայց լավ իմացեք, որ նշածս կետից միայն 3 ճանապարհ ունեցող մարդը ամենայն հավանականությամբ ձեր ընտրական կամքի դրսևորմամբ իշխանություն չի հանձնելու եւ հետեւաբար դուք պետք է պատրաստ լինեք ֆիզիկապես փողոցում ներկա գտնվելով ձեր խաղ դրսևորմամբ ձեր կամքը արտահայտել